Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Ինչպես ձեզ խոստացել էի Հակոբյան լայվի եթերում, առանձին անդրադառնամ կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի այցին Մոսկվա եւ ձեր ուշադրությանը կներկայացնեմ հարցազրույց հայ փորձագետների եւ քաղաքական գործիչների հետ։ Եթերը եւ հարցազրույցը պատրաստում էինք օդային մարտի ժամանակ, բայց քանի որ խոստացել էի, անպայման պետք է ձեզ ներկայացնեի իմ ունեցած տեղեկատվությունը։ Կենտրոնական հետախուզական վարչության ՑՌՈ-ի տնօրեն Ջոն Ռեդքլիֆը գաղտնի այց կատարեց Մոսկվա, հստակ ազդանշան հղելով այն մասին, որ Վաշինգտոնը սկսում է ուժերի մասշտաբային վերաձևավորում Մերձավոր Արևելքում եւ նաեւ Հարավային Կովկասում։ Ինսայդերական տվյալներով ամերիկյան կողմը Կրեմլին կոշտ պահանջներ է ներկայացրել նոր տնտեսական վտարանդի գործողության շրջանակներում։ Գլխավոր նպատակներից էր ստիպել Ռուսաստանին ամբողջությամբ դադարեցնել Իրանին ցուցաբերվող ռազմական տնտեսական աջակցությունը Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանների համաձայնեցման դիմաց։ Իհարկե մենք տեղեկացված ենք եւ ցանկացած նման քայլերին ունենք մեր վերաբերմունքը Ուկրաինայից, բայց Ուկրաինայի տեսակետները ձեզ առանձին եթերից կներկայացնեմ։ Այսօր ավելի շատ փորձենք խոսել Հայաստանի մասին։ Առաջին հայացքից Ամերիկայի կողմից Իրանի տոտալ խեղդումը հսկայական ռիսկեր է պարունակում նաեւ Երևանի համար, չէ՞ որ Թեհրանը մնում է Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերն ու լոգիստիկ ելքը դեպի արտաքին աշխարհ, սակայն իրականում իրավիճակը հազիվ թե շրջվի դեպի հայկական կողմի դեմ ամերիկյան կոշտ պատժամիջոցների կիրառման։ Ամերիկան ինքը հսկայական ներդրումներ է անում Հայաստանում, ակտիվորեն գումարներ ներդնելով Հայաստանի էներգետիկ անկախության, տնտեսության դիվերսիֆիկացման եւ ժողովրդավարական ինստիտուտների մեջ։ Երևանի դեմ պատժամիջոցներ մտցնելը Վաշինգտոնի համար կնշանակեր սեփական ձեռքերով Հայաստանը ետ մղել Կրեմլի ազդեցության տակ, ինչը լիովին հակասում է ամերիկյան ռազմավարությանը։ Ուղղակի ճնշման փոխարեն Ամերիկան կօգտագործի ֆինանսական սեպարացիայի եւ խելացի վերահսկողության մեթոդը։ Վաշինգտոնը Երևանից կպահանջի խիստ ֆինանսական հիգիենայի պահպանում։ Սա նշանակում է Հայաստանի բանկային հատվածի վերահսկողություն, որպիսի դրա միջոցով չանցնեն Թեհրանի կամ Մոսկվայի ստվերային սխեմաները, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների վերարտահանման լիակատար արգելափակում։ Հայաստանի կառավարության համար սա կդառնա բարդ դիվանագիտական շպագատ, բայց երևի թե հնարավոր է այս հարցը ճիշտ կառավարել։ Երևանը ստիպված է լինելու հավասարակշռել սահմանագծին, պահպանել եւ բազմապատկել Ամերիկայի ռազմավարական ներդրումները, բայց միևնույն ժամանակ պահել կայուն աշխատանքային հարաբերություններ Իրանի հետ, թույլ չտալով, որ երկու երկրների սահմանը վերածվի ամերիկյան բանկային արգելքների եւ խիստ ստուգումների գոտու, որը կկաթվածահարի սովորական բիզնեսը։ Այս խաղի արդյունքը ցույց կտա, թե որքանով է հայկական երիտասարդ դիվանագիտությունը ընդունակ արդյունավետորեն օգտագործել ամերիկյան աջակցությունը սեփական ինքնիշխանության ամրապնդման համար։ Այս գլոբալ փոթորիկի պայմաններում չենք մոռանում, որ նաև կան Եվրոմիության պահանջները։ Որոշեցի Հայաստանին վերաբերող թեմային անդրադառնալ առանձին եւ այդ թեման քննարկել ենք նաեւ հայաստանցի փորձագետների հետ։ Եթե եթերի երկրորդ մասում որոշակի ձայնային թեթև խնդիրներ լինի, խնդրում եմ ներող եղեք, որովհետեւ ինչպես արդեն ասացի, օդային մարտի պայմաններում ենք պատրաստել հաղորդումը, բայց քանի որ այն շատ կարեւոր էր, որոշել ենք չհետաձգել եւ ձեզ ներկայացնել։ Ինչպես ասացի, Հայաստանին վերաբերող թեման ընդհանրապես մեկն էր, կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցի թեմաներից Մոսկվայում։ Մնացած թեմաները առանձին եթերներում կներկայացնեմ, դե մենք Ուկրաինայում ուշադիր հետևում ենք եւ մեր վերլուծությունն ու դիրքորոշումն ենք մշակում։ Սա պարզապես Հայաստանին վերաբերողն էր, որոշեցի, ինչպես խոստացել էի, առանձին եթերում ձեզ ներկայացնել։ Նաև կարճ անդրադառնամ մեր հայրենակիցների խնդրանքին պատմել հայերի մասնակցության մասին Ուկրաինայի 35-ամյակի միջոցառումներին։ Սա երևի թե մեր եթերի ամենառոմանտիկ մասն է, բայց քանի որ մեր հայրենակիցները դիմել էին, չէի կարող մերժել, այնպես որ կներկայացնեմ եւ Զելենսկու ելույթից կարևոր մաս եւ կխոսեմ հայերի մասնակցության մասին, ինչից հետո արդեն կդիտենք հարցազրույցը մեր հայ քաղաքական գործիչների եւ փորձագետների հետ։ Հակոբյան լայվ եթերից հետո անկախության տոնի մասին շատերը դիմեցին ավելի մանրամասն ներկայացնելու համար,
փորձեմ ձեզ համար կարճ էքսկուրս անել, ուշագրավեին օգոստոսի 24-ին նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը ուղղված Ուկրաինայի ժողովրդին։ Մինչ միջոցառման կադրերը տեսնելը կուզեի մեջ բերել նախագահ Զելենսկուն։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է ուկրաինացիներին Ուկրաինայի անկախության 35-ամյակի առթիվ, պետությունը անվանելով մարտիկ, այլ ոչ թե զոհ։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան ռուսներին չի նվիրի Դոնբասը։ Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մնացել է անցյալում եւ մինչ օրս Ուկրաինային նայում է որպես հին նմուշի պետություն, այնպիսի Ուկրաինայի, որը կլռի, կուլ կտա, կհանդուրժի, այդպիսի Ուկրաինա ոչ միտեղ չկա այլևս, արդեն ոչ միտեղ, բացի իր Պուտինի զեկույցների թղթապանակներից։ Մեր պետությունը վաղուց արդեն այլ է, ոչ թե դիտորդ, այլ խաղացող, ոչ թե զոհ, այլ մարտիկ։ Մենք թույլ չենք տա նրանց խլել նախաձեռնությունը, խաբել Եվրոպային եւ ողջ աշխարհին, թե իբր պետք է ուղակի հանձնել Դոնբասը եւ ամեն ինչ արագ կավարտվի։ Իլյուզիաներ չկան, նրանց հանդեպ հավատ չկա։ Մենք Կրեմլի կես միլիոն զինվորներին չենք խնայելու։ Ռուսաստանը անընդհատ հետաձգում է ժամկետները, թե ահա եւ հաստատ կգրավեն ամբողջ Դոնեցկի մարզը։ Հետաձգելու է նաեւ այսուհետ Ուկրաինան այլ է եւ Իրանը չի նվիրում, ասել է նախագահ Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան Եվրոպայի եւ Ամերիկայի հետ միասին պետք է միասնական լինեն եւ ճնշեն Ռուսաստանին։ Շատ կուզենայի ձեզ ցույց տալ Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարության կադրերը, եթե YouTube-ը չթույլատրի հենց այս եթերի շարունակությանը միացնեմ տեսանյութը, ապա հղումը կդնեմ հենց այս եթերի նկարագրության մեջ։ Հնարավոր է ինչ-որ մեկը զարմանա, թե անկախության տոնի նշման մեջ ինչ արտասովոր բան կա, որ արժե դիտել, ասեմ ինչ արտասովոր բան կա, քանի որ երկար տարիներ ռուսական քարոզչությունը փորձում էր Հայաստանում բնակվող մեր ժողովրդին կտրել արտաքին աշխարհից, ներշնչելով, թե իբր միայն իրենք են օգնել Հայաստանին եւ միայն իրենց օգնությամբ իբր Հայաստանը կարող է գոյատևել եւ պահպանվել։ Իսկ ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի միջոցառում, մի միջավայրից, որտեղ հայերը 10 տարից ավել միշտ եղել են։ Մի միջոցառում, որը տեղի է ունեցել Կիևի Սոֆիայի հրապարակում, Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց։ Կարծում եմ մեր լսարանում գրեթե բոլորը գիտեն, թե ինչ կապ ունեն մեր հայրենակիցները այս տաճարի հետ, այս փողոցներով ու հրապարակներով, որոնք կլինեն ձեր էկրաններին, դարեր շարունակ քայլել են մեր հայրենակիցները, ում Կիևում հարգում էին իրենց տաղանդի, ստեղծագործական ձիրքի եւ արիության համար։ Ուկրաինայի հայերը ունեն ուկրաինացի ժողովրդի հետ 11 դարյա համատեղ պատմություն, հայերի եվրոպական պատմությունը, որը նաև սերտորեն կապված է Ռումինիայի, Մոլդովայի եւ Լեհաստանի հետ, իրոք շատ ոգևորիչ պատմություն է։ Մեր հայ ժողովուրդը ունի նաև եվրոպական պատմություն, միգուցե շատերը չգիտեն, եւ այդ պատմությունը նույնպես հնագույն է ու մանրամասն ուսումնասիրության կարիք ունի։ Սա պատմության մի հսկայական շերտ է, ավելի քան 11 դար տևած մեր ընդհանուր պատմությունը եվրոպացիների, ուկրաինացիների, նույն ռումինացիների, մոլդովացիների եւ լեհերի հետ։ Հայերը Եվրոպայում հայտնվել են Ռուսաստանի ստեղծումից շատ ավելի վաղ։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ Եվրոպայում հայերի ներկայության պատմությունը զգալիորեն ավելի հին է, քան ռուսական ողջ պետականությունը։ Քանի դեռ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը զբաղված է հարմար պատմական առասպելներ հորինելով, իրական մշակութային ժառանգությունը խոսում է ինքը իր մասին։ Հայ եւ ուկրաինացի ժողովրդի միասնական ժառանգության մասին եմ ասում, ունենք նաեւ միասնական սրբություններ, ուստի ես շատ էի ուզում, որպեսզի մեր հայրենակիցները տեսնեն մեր կողմից այդքան սիրված այս հրապարակը, տեսնեին, թե ինչպես են ուկրաինացիները այս դժվար ժամանակներում նշում անկախության վերականգնման օրը։ Իդեպ նաև ներկայումս Հայաստանի դեսպանատունը գտնվում է Սոֆիայի տաճարից ընդամենը 500 մետրից մի փոքր ավել հեռավորության վրա, նույն Վոլոդիմիրսկի փողոցի վրա։ Իմ համոզմամբ Հայաստանի դեսպանատան ներկայիս տեղակայումը լավագույնն է բոլոր դեսպանատների մեջ, բայց երևի թե կգտնվեն մարդիկ, ովքեր կվիճեն, ինչևէ։ Հնարավոր է հարց առաջանա, իսկ միջոցառմանը հայեր կային, իհարկե կային, կպատասխանեմ ես, եւ նույնիսկ կադրերով ցույց կտամ։ Նրանք ոչ միայն մասնակցում էին, այլև պարգևներ էին ստանում նախագահ Զելենսկուց։ Երբ հղումով անցնեք, ուշադրություն դարձրեք 18-րդ, 22-րդ եւ 27-րդ րոպեներին, տեսախցիկը ցույց է տալիս հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին։
Իդեպ տոնական միջոցառումներին մասնակցելու համար Կիև էր ժամանել նաև հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Նշեմ նաև, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Եվրոպայի մի շարք հայ համայնքներ միավորվել են Ուկրաինային աջակցելու համար։ Ամերիկյան արևելյան թեմը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի թեմերը ծավալուն օգնության ծրագրեր են իրականացրել։ Հումանիտար բեռներ են փոխանցել Ուկրաինայում հայ առաքելական եկեղեցու թեմին, որը հետո բաժանվել է կարիքավորներին։ Բացի այդ, Եվրոպայի հայկական ծխերը ընդունել եւ տեղավորել են հազարավոր ուկրաինացի փախստականների եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը բացահայտորեն դատապարտել է ռուսական ագրեսիան, իսկ ռազմաճակատի գոտում գտնվող հայկական եկեղեցիները վերածվել են հումանիտար հաբերի մարդկանց օգնելու համար։ Եթերի 35-րդ րոպեին դուք կտեսնեք մեր հայրենակից Ուկրաինայի բանակի մարտիկ Ռոստիսլավ Վարդանյանի պարգևատրումը Զելենսկու կողմից։ Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախագահ Զելենսկու կողմից պարգևատրվող գրեթե բոլոր անձինք Զելենսկուն ի պատասխան որևէ հուշանվեր էին նվիրում։ Զինվորականները հիմնականում իրենց թևանշանները, շևրոնները, իսկ քաղաքացիական անձիկ տարբեր փոքրիկ հուշանվերներ։ Սա ուկրաինական տեղական ավանդույթ է, երբ քեզ ինչ-որ բան են նվիրում, պատասխան նվերը կարծես անպայման է։ Այստեղ պետք է երևի հարց տամ, դե ասեք էլ, որ ժողովուրդն ունի նման սովորույթ, երբ շատերին ասում են, որ ուկրաինացիներն ու հայերը շատ ընդհանրություններ ունեն, մարդիկ կան, որ չեն հավատում, ռուսական պրոպագանդան այնպես չի ջնջել, որպեսզի մարդիկ իմանան իրականությունը, հա։ Մեր ժողովուրդները իրոք շատ նման են, երկուսն էլ աշխատասեր, տաղանդավոր եւ խիզախ ժողովուրդներ են, եւ հայ ժողովուրդը ապրել ու ծաղկել է ուկրաինացիների կողքին եւ երբեք իրեն օտար չի զգացել։ Շատ հաճախ իմ եթերներում ասում են, որ դժվար է Ուկրաինայում գտնել մի բան, որի հետ հայերը կապ չունեն։ Հայերն այստեղ հիմնել են քաղաքներ, բնակավայրեր, առևտրային տներ, էլ չեմ ասում եկեղեցիների մասին։ Օրինակ Դեսյատիննայա եկեղեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման տաճարը Կիևյան պետության առաջին քարե քրիստոնեական տաճարն է, քաղաքակրթական ընտրության մոնումենտալ խորհրդանիշը, այն առաջացել է երկու մշակույթների հատման կետում, Կիևի մեծ իշխան Վլադիմիր Մեծի եւ բյուզանդական արքայադուստր Աննա Ծիրանացնի միության շնորհիվ, հիշեցնեմ, որ Աննան ծագումով հայ էր, հենց Աննան էր պատվիրատուն եւ ոգեշնչողը Դեսյատիննայա եկեղեցու կառուցման, նա պնդեց, որ եկեղեցին կառուցվի Կոստանդնոպոլսի մեծ կայսերական պալատին կից իր սիրելի Փարոսյան եկեղեցու օրինակով, քանի դեռ Վլադիմիրը զբաղված էր պետական գործերով եւ արշավներով, Աննան անձամբ էր հսկում տաճարի կառուցումը։ Աննան իր հետ Բյուզանդիայից բերեց բարձրակարգ ճարտարապետների, քարագործների, ոսկերիչների եւ նկարիչների։ Պատմաբանները նշում են, որ Դեսյատիննայա եկեղեցու շինարարության մեջ նկատվում են ճարտարապետական հնարքներ, որոնք բնորոշ էին այդ ժամանակաշրջանի առաջավոր հայկական եւ բյուզանդական շինարարական դպրոցներին։ Աննայի հետ Կիև ժամանեցին գրքեր, եկեղեցական սպասք, սրբապատկերներն ու սրբությունները։ Նա արմատապես փոխեց կիևյան էլիտայի կենցաղը, նորաձև դարձնելով հունական եւ հայկական գործվածքները, նրբագեղ ապակյա զարդերը, թավիշն ու քարե պալատական շինությունները, որոնք վեր խոյացան Դեսյատիննայա եկեղեցու շուրջը։ Աննան մահացավ 1011 թվականին, կորստից ցնցված Վլադիմիրը հրամայեց նրան հուղարկավորել տաճարի ներսում շքեղը մարմարե սարկոֆագում։ Միջնադարյան ավանդույթում աշխարհիկ անձանց հուղարկավորությունը տաճարի ներսում հազվագյուտ պատիվ էր, ինչը ապացուցում է, որ նա անցալվում էր որպես Կիևյան պետության սուրբ լուսավորիչ։ Իմիջիայլոց մինչև հիմա բարձրացվում է այդ հարցը, որպեսզի Աննային էլ սուրբ ճանաչեն։ Այստեղ պարզապես դիլեմա է, թե կոնկրետ որ եկեղեցին պետք է ճանաչի։ Երևի թե լավ կլիներ, որ բոլոր եկեղեցիները ճանաչեին, եւ հայկական եւ ուկրաինական, բայց դա հոգեորականների գործն է։ 17-րդ դարում հնագետները եկեղեցու ավերակներում հայտնաբերեցին Վլադիմիրի եւ Աննայի սարկոֆագները։ Ցավոք մարմարե սարկոֆագները ժամանակի ընթացքում կորսվել են, սակայն իշխան Վլադիմիրի մասունքների մի մասը այսօր պահվում է Կիևի Վլադիմիրյան տաճարում։ Ինքնին Աննայի սարկոֆագը տիպով նման կարելի է տեսնել Սուրբ Սոֆիայի տաճարում, այնտեղ Աննայի մասին շատ բան են պատմում, այցելուները երևի թե լսած կլինեն։ Սոֆիա Կիևսկայա ազգային արգելոցի գիտնականները շատ լավ են տիրապետում եւ Աննայի մասին պատմությանը եւ ընդհանրապես Կիևի հայության տաճարի հետ կապված պատմության մանրամասներին։ Իդեպ Սուրբ Սոֆիայի տաճարում Կիևի հայերին թույլատրվում էր իրենց ժամերգությունները անցկացնել այն ժամանակ, երբ հայկական տաճարը տուժել էր հրդեհից։ Սուրբ Սոֆիայի խորաններից մեկում հայերը որոշ ժամանակ անցկացնում էին իրենց
ժամերգությունները, ինչի մասին կան պատմական ապացույցներ, այնպես էլ հայերեն պատին գրաֆիտիներ, որոնք իդեպ ուսումնասիրում են ուկրաինացի գիտնականները, նրանցից մեկը Վիչեսլավ Կարնիենկոն, իմ վաղեմի ընկերը, ով չեմ վախենա այս բառից, մեծ գիտնական է եւ մեծ հոգուտեր մարդ, թող ինձ ներեն պատմություն չսիրողները, բայց սա մի պատմություն էր, որը չէի կարող չպատմել, որովհետեւ առիթ կար։ Դե խոստումս կատարեցի, հիմա անցնենք հայաստանցի փորձագետների եւ քաղաքական գործիչների հետ հարցազրույցին, վստահ եմ ձեզ դուր կգա, շատ կարեւոր հարցեր ենք քննարկել։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր լավ շրջապատով հավաքվել ենք քննարկելու Հայաստանին վերաբերող հարցեր։ Տիգրան Խզմալյան, Ռոբերտ Լևոնյան, Հայկ Սահակյան, ուրախ եմ ձեզ տեսնել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եկեք կարևոր իմ կարծիքով իրադարձություններ քննարկենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը Եվրամիությանը անդամակցելու գործընթացի վերաբերյալ։ Սա սովորական քաղաքական ռետորաբանություն է կամ ասենք Մոսկվային ուղղված ինչ որ խոսք, թե իրական հաշվարկված ճանապարհային քարտեզ։ Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ ըստ էության այստեղ մի քանի գործոն համատեղվել էին։ Դրանց գործոններից մեկն այն էր, որ Հայաստանը փաստացի պատասխանեց Ռուսաստանի պահանջներին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, եւ այդ պատասխանի հիմքը այն էր, որ մենք, եթե դուք ուզում եք, որ մենք հանրաքվե անենք, մենք հանրաքվեն կանենք այն ժամանակ, երբ Եվրամիության հետ կլինի արդեն լուրջ գործընթաց, եւ քանի որ դուք ասում եք, չէ, հիմա արեք, ուրեմն մենք հիմա կանենք այդ լուրջ գործընթացը։ Այսինքն ուղղություններից գործոններից մեկը Ռուսաստանին պատասխանելն էր, որ օքեյ, հիմա եք ուզում, հիմա կսկսենք։ Մեկ այլ ուղղություն էր ընտրություններից հետո ժողովրդին տրված այդ կամ ժողովրդի նույնիսկ չտրված խոստում ասեմ, ավելի շուտ ես ասեմ ժողովրդի սպասումներին, որ սպասումներին որոշակի առաջընթաց կամ առաջ գալը դեպի սպասումներ, քանի որ ակնհայտ է Հայաստանում կա սպասում, որ ինչ քայլեր են կատարվելու, ինչ գործընթացներ են կատարվելու։ Երրորդը բնականաբար ուղղված էր Եվրամիությանը, հավանաբար կսպասի հենց Փաշինյանը, բայց նաև մենք բոլորս կսպասենք արձագանքների, թե Եվրամիությունը ինչպես կարձագանքի։ Ես դեռևս մեկ արձագանքի եմ հանդիպել, բավական բարձրաստիճան պաշտոնյա էր Եվրամիության, որը հայտարարեց, որ Հայաստանը մոտ է Եվրամիության այս պահին առավել քան երբևէ։ Իհարկե սա կարելի է գնահատել կամ որպես մղումները զսպելու քայլ, որ դեռ դրա ժամանակը չի, կամ հակառակը կարելի է գնահատել, որ ընդհակառակը այո ճանապարհը բաց է, այդ շարժը կարող է իրականացնել։ Եթե ընդհանուր առմամբ գնահատենք Փաշինյանի հայտարարությունը, անպայման պիտի հիշենք, որ ենթադրական տոնով էր, չասեց, որ մենք սկսում ենք գործընթացը, ասաց, որ հավանաբար մենք կսկսենք այդ գործընթացը։ Իհարկե բազմաթիվ գործոններ այդտեղ կազմեն, գործոնների մասին ասացի, ոչ վերջին գործոնն է, օրինակ Եվրամիության արձագանքը։ Ինչպիսին կլինի, ընդ որում փակ արձագանքը ևս շատ կարևոր է հանդիպումների ժամանակ ոչ հանրային մակարդակում, ինչպես այս հայտարարությանը կվերաբերվեն Եվրամիության չինովնիկները, եթե դրանք կլինեն դրական, չեմ բացառում, որ գործընթացը գուցե իսկապես սկսվի։ Այդ գործընթացը այսպես թե այնպես մեզ օգուտներ է տալու, լուրջ օգուտներ է տալու, որովհետև Եվրամիության հայտ ներկայացնելը բնականաբար ենթադրում է որոշակի չափորոշիչների համապատասխանել, դա իր հերթին ենթադրում է բարեփոխումների բավական մեծ փաթեթներ, ինչպես օրինակ վիզաների արտականացման գործընթացն է մեզ էական օգուտներ տալիս, որովհետև տեսնում ենք, որ նկարողջության ապահովման համակարգ է ներդրվում, որ եթե չլիներ վիզաների արտականացման գործընթացը, կարող է 10 տարի հետո ներդրվեր Հայաստանում կամ չներդրվեր։ Նմանատիպ բազմաթիվ օրինակներում մենք կտեսնենք փոփոխություններ, որովհետև ի վերջո պիտի գանք հասնենք այդ կետին, որ կարողանանք Եվրամիությանը դիմել։ Դա ակնհայտ օգուտ կտա Հայաստանի Հանրապետությանը, բայց չի նշանակի, որ անպայմանորեն մենք այդ աշխատանքը արեցինք, հետո դիմելու ենք Եվրամիությանը։ Նորից նշեմ, որ բազմաթիվ գործոններ այստեղ ազդելու են, եւ գալով նրան, որ ամփոփելով իմ խոսքը, գալով նրան, որ հանրաքվե պիտի անցկացվի, այստեղ շատ կարևոր է, որ հանրաքվեն անցկացվի ըստ էության։ Տեսեք, Ռուսաստանը ինչ է ուզում այստեղ։ Ռուսաստանը ուզում է, որ հանրաքվե անցկացնենք, ԵԱՏՄ-ի մնում ենք, թե չենք մնում։ Նման հանրաքվե Հայաստանը երբևէ չի հայտարարել, որ անցկացնելու է, ես ինքս ճիշտ ասած չեմ հասկանա, այդ ինչ հարց է, որ տալիս են Հայաստանի ժողովրդին։ ԵԱՏՄ-ի մնում եք, թե չեք մնում։ Բա որ մտնում եք ԵԱՏՄ-ի ինչու նման հանրաքվե չեղավ։ Դա Հայաստանի ժողովուրդը իր գործողություններով կամ այլ
հարցերում կամ Հայաստանի իշխանությունը նույնիսկ իգնորի կամ որոշում կայացնել դուրս գալ կամ մնալ ԵԱՏՄ-ում։ Հայաստանի ժողովրդին տրված հարցը պիտի լինի համաձայն եք, որ մենք Եվրամիություն ենք գնում, թե չեք, թե համաձայն չեք։ Եվ դրա պատասխանից պիտի բխի Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե չէ, որովհետև եթե Հայաստանի ժողովուրդը կողմ է քվեարկում Եվրամիության գնալուն, ապա բնականաբար ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց պիտի սկսվի, քանի որ համատեղել այդ երկուսը հնարավոր չի։ Իհարկե Մոսկվան շատ է ցանկանում, որ այդ մյուս ձևով հանրակրվելի ԵԱՏՄ-ում մնում եք, թե չեք մնում, որովհետև այստեղ մանիպուլյացիաները բազմաթիվ կլինեն եւ շատ ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն Կրեմլի համար, բայց հուսում եմ, որ Հայաստանի իշխանությունները այդքան խելք ունեն, որ նման հանրակրվեջ անցկացնեն։ Ես չեմ կարծում, որ այս հարցը օգուտ վնաս հասկացությունների մեջ է պետք քննարկել։ Իրականում խորին համոզմամբ սա գոյաբանական ընտրություն է, սա աշխարհաքաղաքական փոփոխություն է, եւ սա վաղուց արդեն հասունացած եւ ահագին ուշացած գործընթաց է։ Այն որ դա պետք է սկսվի, դա հասկանալի է շատ վաղուց։ Քննարկել սպասում է մեզ Եվրոպան, թե չէ, դա ծիծաղելի է։ Վերջի կան փաստաթղթեր 23 թվականի մարտի 13-ին 2023 թվականին Ստրասբուրգում հենց այդ հարցով Հայաստանի դիմում ընդունելու հարցով Եվրոխորհրդարանի քվեարկություն էր, որտեղ 514 ձայն կողմ, 4 դեմ, այդ հարցը լուծվեց մեկընդմիշտ։ Դա Եվրոխորհրդարանն է, այսինքն դա Եվրամիության օրենսդիր մարմինն է։ 2025 թվականին մարտի 26-ին Հայաստանը օրենք ընդունեց, որի նախաձեռնողը Հայաստանի եվրոպական կուսակցություններ եւ մեզ միացած եւս երկու կուսակցություն եւ մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ։ Սա օրենք է, ընդունված եւ քննարկել դա անիմաստ է, դա պետք է կատարել։ Եթե օրենքը օրենք է, դա պետք է օրինական համակարգում, իրավական երկրում կատարվի։ Երրորդը հանրակրվե պետք է անել թե չէ, դա էլ քննարկելու բան չէ, որովհետև կա Հայաստանի սահմանադրություն, կա օրենք հանրակրվեի մասին, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ վերպետական կառույցների միանալու դեպքում Հայաստանում պետք է անցկացվի հանրակրվե։ Դա պարտադիր է։ Ուրիշ հարց, որ հանրակրվեն կարող է անցկացվել ավելի շուտ, ավելի ուշ, դիմում տալուց առաջ կամ հետո։ Իսլանդիայում օրինակ 2 օրից է անցկացվում հանրակրվե շաբաթ օրը Եվրամիություն մտնելու։ Այսինքն հանրակրվեն դա ռուտին սովորական խնդիր է, բայց ես կրկնում եմ, օրենքը հանրակրվեից առաջ էր ընդունվել եւ դա պետք է կատարվի։ Թեև վերջում ըստ սահմանադրության պահանջի պետք է անցկացվի եւ հանրակրվե եւ այստեղ ոչ մի խնդիր չկա, այն որ դա պահանջում է Պուտինը, դա նշանակություն չունի։ Դա պահանջում է Հայաստանի սահմանադրությունը։ Եվ ես կրկնում եմ, սա ոչ թե Շենգենի համար է արված կամ հայկական պանիրը ավելի շատ պանիր, քան պանրային մթերք դարձնելու խնդիրն է։ Սա Հայաստանի պետականության պահպանելու, հայ մնալու եւ այս տարածքը հայկական պահպանելու խնդիր է, որովհետեւ այն ինչ կատարվում է աշխարհում մեծ հարցի տակ է դնում Հայաստանի ֆիզիկական գոյությունը որպես պետություն։ Ես բացարձակապես չեմ չափազանցնում, ընդամենը 3 տարի առաջ ոչ բոլորը կհավատային, որ Արցախը կվերանա որպես պետական քաղաքական կառույց։ Դա տեղի ունեցավ։ Այդպես որ Հայաստանի գլխին կախված է հենց այս գոյաբանական վտանգը եւ ինչպես Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ասել էր, իմիջիալոց նա ասել էր դա ու կրկնել էր դա Երևանում, ասել էր դա Դավոսում ու կրկնեց Երևանում։ Եթե փոքր ու միջին երկրները ուզում են մնալ այս քաղաքական սեղանի շուրջը, այլ չդառնան այդ սեղանի ճաշատեսակ, մենք պետք է մտնենք դաշինքներ։ Միակ դաշինքը, որը հարգում է Հայաստանի պետականությունը, մեր արժեքները եւ ժողովրդավարությունը, դա Եվրոպական միությունն է։ Մնացած դաշինքները, որոնք մեր աչքի առաջ թուրանական, օրինակ դաշինքը, որը գեղեցիկ անվանումներով է հիմա ծածկվում, կոծկվում, բայց մնում է թուրանական, Կենտրոնական Ասիայի հետ միացում եւ այլն եւ այլն։ Այդ ամենը մեզ համար սպառնալիք է, ոչ ավել, ոչ պակաս։ Եվ վերջինը, ապոփելով խոսքս, որոշում ընդունված չէ։ Հիշեցնեմ, որ դրանից 1 օր առաջ, Կիրակի օրը, օգոստոսի 23-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության 5-ամյա նախագիծը
ծրագիրը ենթադրում է ԵԱՏՄ-ի, այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը եւ խորացումը։ Ըստ երևույթի ինչ-որ բան կատարվեց այդ 24 ժամվա ընթացքում, որովհետեւ ուղիղ 24 ժամ հետո հաջորդ օրը երկուշաբթի, օգոստոսի 24-ին, ընդամենը ժամեր առաջ էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք մոտ ապագայում Եվրամիության անդամակցության հայտ ենք ներկայացնելու։ Կրկնում եմ, դրանից 24 ժամ առաջ նա տրամագծորեն հակառակն էր ասում, որովհետև հնարավոր չէ եւ դա կրկին Պուտինի խնդիրը չէ։ Դա ասում է նաեւ Եվրամիությունը։ Կողմնորոշվեք։ Եվրամիությունը շատ ուշադիր է, պատրաստ է մեզ ընդունել դրա ապացույցներ մայիսին Եվրամիության վեաժողովը Երևանում անցկացված, որտեղ մենք հենց նույն պահին կարող ենք դիմում տանք եւ արդեն կստանանք տեխնացուի կարգավիճակը, ինչպես այլ դիմում տված բազմաթիվ այլ երկրներ։ Այդպես որ ես դիտում եմ սա որպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար եւ բավական ուշացած գործընթաց, որը վաղուց պետք է սկսվեր։ Հասկանում։ Շնորհակալություն հնարավորության համար։ Ես սկեպտիկ եմ վերաբերվում այդ մասին առիթ եմ ունեցել շատ անգամներ ասել Նիկոլ Փաշինյանի եւ այսօրվա կառավարող շրջանակները այն քաղաքական ուժը չեն, որ մեզ տանելու են դեպի Եվրոպա, այլ բան, որ դեպքերը եւ իրադարձությունները, հանգամանքները, զարգացումները կարող են ստիպել, որ իրենք կատարեն հենց այդ որոշումը կայացնեն, այսինքն իրենք սպասելու են ինչ-որ հանգամանքների զարգացման։ Օրինակ, այս վերջին հայ-ռուսական հարաբերությունում տեսանք, որ մեզ կոնկրետ էլի ռուսական կողմը սպառնում էր կոնկրետ գազի գնի թանկացմամբ, տնտեսական ինչ-որ խնդիրներով եւ այլն բան, ասենք եւ դրանք հենց այնպես խոսքեր չեն, նրանք ասելու են եւ անելու են եւ կյանքը մեզ հերթական անգամ ապտակելու է եւ նոր դրանից հետո իրենք փորձել են ինչ-որ այլընտրանքներ գտնել եւ այդ այլընտրանքներից մեկը բնականաբար Եվրոպայի հետ ավելի սերտ տնտեսական, ռազմական հարաբերությունների ձևավորումն է։ Ինչ եմ ես սկեպտիկ, փորձեմ խոսքս հիմնավորել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը եւ այս կառավարող շրջանակները, Եվրոպայի հետ ունեն ստորագրած, ռատիֆիկացրած SEPA-ի համաձայնագիրը, որով ասենք ոչինչ չի խանգարում, որ մեր կառավարությունը հիմա դա իրականություն դարձնի, եթե դա իրականություն դարձնենք մեր պետության որակը, մեր տնտեսության որակը, մեր ամբողջ հանրության կառավարման եւ կազմակերպման ձևերը ինքը գնալով քայլ առ քայլ կմոտենա եվրոպական ստանդարտներին եւ դա մեզ ամեն օր, ամեն ժամ կմոտեցնի դեպի մուտքը դեպի եվրոպական միություն, որը մենք պարզապես չենք անում։ Եվ նույն հենց այդ բանը, այդ վիզաների ազատականացման ռեժիմը, ես ինչ-որ Սերժ Սարգսյանից սկսած դեռևս 2013 թվականից բոլոր կառավարությունները, բոլոր ընտրություններից առաջացնում են, հենց սա Եվրոպայի այդ վիզաների կազատականացնենք, բայց SEPA-ի արդեն համաձայնեցված է, ստորագրած է, ռատիֆիկացված է եւ ուղղակի չեն անում։ Ես պարզապես այսքան ավելացնելու բան չկա։ Կյանքը կստիպի եւ նրանք որոշումներ կայացնեն իրենք իրենց բանով կամքով իրենց իրաց բառերով ասեմ իրենց դուխը չի երիքում նման բան անեն որտեղ դա ենթադրում է պատասխանատվություն իսկ իրենք որևէ պատասխանատվություն կրելու ոչ ցանկություն ունեն ոչ կամ ոչ որտես նախադեպ է եղել ես չեմ հիշում մի բան որ Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա կառավարող շրջանակները ասեն անեն եւ պատասխանատվություն կրեն իրենց ասածների եւ արածների համար այսքան Տեսեք, նկատվում է ռուսաստանցիների նոր հոսք դեպի Հայաստան, իշխանությունները կարծես թե վտանգներ չեն տեսնում, եթե հետևենք իրենց հայտարարություններին, երևի թե ենթադրում են, որ եկողները նույնպիսի զանգված են, ինչպիսին առաջին ալիքներ, ասենք IT մասնագետներ, մարդիկ, ովքեր դեմ էին Պուտինի քաղաքականությանը, նոր ալիքը սկզբում մնաց Ռուսաստանում, սրանք բնականon բանակից փախնողներն են, Ուկրաինայից հայացքով մեզ համար ինչքան քիչ զինվոր ունենա Պուտինը, այնքան լավ, բայց քանի որ Հայաստանի մասին է խոսքը, ժամանակին ռուսները ասում էին Մոսկվան ռետինից չէ, դե մենք էլ հայրենիք չունենք, անverջ ռուսների անգրվան դարձնելու համար, չէ։ Այս առումով ինչ կա, միգուցե ես սխալվում եմ, միգուցե նոր ալիքը այդքան մեծ չի, Ռոբերտ, ինչ ես կարծում, որքանով է ճիշտ վերլուծված այս մոտեցումը Թե հայտարարությունները զուտ էմոցիոնալ կամ ռետորական դաշտից է։ Միջև ձեր հարցին անցնելը մի արձագանք Հայկին վիզաների ազատականացման գործընթացը բավական ակտիվ ընթանում է, ես ասեմ, որ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը դրանց վերաբերյալ շատ
ուսումնասիրություններ ենք իրականացրել մեր կենտրոնում, ցույց է տալիս, որ մոտավորապես 4-ից 6 զեկույց է լինում աշխատանքներին, որից հետո անձնականացումը իրականացում է դառնում։ Մենք սպասում ենք երկրորդ զեկույցին, առաջին զեկույցը արդեն մայիսին եղել էր, շատ կարճ ժամանակ անց, կարծում եմ 1 ամսից էլ ավելի շուտ հավանաբար մենք կունենանք երկրորդ զեկույցը, դա նշանակում է ևս 2-3 զեկույց, ևս 1-1.5 տարի եւ Հայաստանը այդ աշխատանքը ավարտած կլինի, եթե համեմատենք իհարկե Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի փորձի հետ, բայց ամեն ինչ գնում է նույն տրամաբանության մեջ, որը մինչև այժմ այդպես է եղել։ Սա զարգացման մասին եւ անդրադառնալով ռուսաստանցիների հոսքին, ճիշտ ասած, ես չեմ տեսնում խնդիր նրանում, որ որոշ ռուսաստանցիներ կարող են գալ Հայաստանում, նորից կարող են գալ ապրել։ Իհարկե, այո, Հայաստանում տների գները բարձրանում են, դա որոշակի դժվարություններ ստեղծում է, բայց օրինակ Ռուսաստանում ապրող հայերը, եթե գալիս են Հայաստան, դա կարելի է միայն ողջունել, որովհետև նրանք փախչում են իրենց երկրում մատաղացու կառներ դառնալուց, որովհետև իրենց երկրում կա մի ղեկավար, որը իրենց մատաղացու կառ է օգտագործում։ Ինչ վերաբերում է նրան, որ գալիս են նաև ռուսներ եւ այլազգիներ, այստեղ կա որոշակի էթիկական կոմպոնենտ։ Հասկանալի է, որ Հայաստանը այո, ռեզինիչ չի եւ մենք չենք կարող ընդունել 500,000 ռելոկանտ, իրականությունից շատ հեռու է, հնարավոր չի այդպիսի բան պատկերացնել։ Բայց նախորդ անգամ մենք հիշում ենք, որ մոտավորապես 50,000 մարդու մասին էին խոսում, այդ 50,000 մարդուց մի մասն էլ հետագայում լքեց Հայաստանի Հանրապետությունը եւ տարբեր գնահատականներով մինչեւ 20-25,000 մարդ է մնացել այդ ալիքից, որ եկել է Հայաստան։ Կարծես թե նրանք քիչ-քիչ սկսում են ադապտացվել Հայաստանի կյանքին, ընդ որում ես կենցաղում տեսնում եմ, նրանցից շատերը սկսել են հայերեն սովորել, նրանցից շատերը խանութներում հայերեն են արդեն խոսում վաճառողների հետ։ Կան նաև մարդիկ իհարկե, որոնք խնդիրներ են ստեղծում, բայց Հայաստանի իրավապահ համակարգն պիտի աշխատի, որ նման խնդիրներ չլինեն։ Այսինքն ընդհանուր առմամբ ժողովրդավարական համակարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք չենք կարող արգելել որևէ մեկին այցելել Հայաստանի Հանրապետություն, մենք կարող ենք արգելել նրան Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտել։ Թե ինչքանով կաշխատի Հայաստանի իրավապահ համակարգը եւ ինչքանով մենք կարողանանք այդ օրինախախտների խնդիրը լուծել, դա հարցի մեկ այլ կողմն է։ Բայց եթե կա այդպիսի իրավիճակ, ասենք պատկերացնենք Իրանում պատերազմ էր, պատերազմը փոքր շարունակվեր եւ սկսեին փախչել իրանցիները, բնականաբար փախչելու էին իրենց սահմանակից երկրներ, բնականաբար մենք չենք կարող սահմանը փակել, ասել չէ, մի եկեք Հայաստանի Հանրապետություն, հնարավոր չի։ Նույն կերպ մի բան է այո ցանկությունը, մի բան է կանոնակարգը, կանոնները, ընդ որում գործընկերներս երբ խոսում են իրավիճակներից, երբ խոսում են ՍԵՊԱ-ից եւ այլն, այդ ամենի հետ համաձայն եմ, ես չեմ գտնում, որ այդտեղ կա ինչ-որ բան, որի հետ առողջ տրամաբանություն ունեցող մարդը չի կարող համաձայնել, բայց կա նաև ռեալ քաղաքական իրավիճակ եւ ռեալ քաղաքական իրավիճակում այնքան արագ են իրադարձությունները զարգանում, որ շատ դեպքերում բացարձակապես այլ բան ենք կանխատեսում եւ բացարձակապես այլ արդյունք ենք ստանում։ Մեկ օրինակ ասեմ, 2021 թվականի Հայաստանի կառավարության ծրագիրը, եթե վերցնում համեմատում ենք անցած 5 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, բացարձակապես երկու տարբեր աշխարհների մասին կարծես թե լինեն։ Այստեղ խնդիրը այն չի, որ կառավարությունը ինչ-որ բան ասել չի արել։ Խնդիրն այն է, որ իրավիճակը այնքան արագ է փոխվել, որ 2021 թվականին հնարավոր չէր կանխատեսել։ Օրինակ շատ բարդ էր կանխատեսել, որ 2023 թվականին էթնիկ զտում է լինելու Արցախում եւ խաղաղապահները 24 թվականին հեռանալու են ռուս խաղաղապահները։ Շատ դժվար էր կանխատեսել նույնիսկ 22 թվականին կամ 23 թվականին շատ դժվար էր կանխատեսել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Տրամպի միջնորդությամբ, ընդ որում դժվար է կանխատեսել, որ Տրամպն է գալու, հետո դժվար է կանխատեսել, որ Տրամպի միջնորդությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ-որ հռչակագիր են ստորագրելու, Տրամպի համաձայնագիր է ստորագրվելու, ռուսները չեն ստանալու միջանցքը, մարդիկ կային կանխատեսում էին, որ ռուսները միջանցքը կստանան 2021 թվականին, բայց արդյունքում չստացան։ Այսինքն իրավիճակները այնքան արագ են փոխվում, որ այն փաստաթղթերը, այն հենքերը, որոնք կան, կարող են բացարձակապես անօգուտ լինել։ Եվ նույնը վերաբերում է օրինակ նույն ձեր նշած ռուսների Հայաստան հնարավոր գալու իրավիճակին։ Մեկ բան է, եթե ռուսները Հայաստան են գալիս, որովհետև փախչում են, որովհետև իրենց մոտ
մոբիլիզացիա հայտարարվել եւ նրանք 10,000 են, բացարձակ այլ բան է, եթե նրանք 100,000 են, բացարձակ այլ բան է, եթե մոբիլիզացիա չի հայտարարվել, բայց որոշել են 100,000 հոգի կան, այստեղ կասկածներ են առաջանում, ովքեր են սրանք, ինչու են գալի, եթե չկա մոբիլիզացիա։ Իրավիճակները բացարձակ տարբեր են, բայց բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա հնարավորության սահմաններում կառավարել այս հոսքերը, բայց այդ հոսքերը փակելու հնարավորություն ես չեմ տեսնում։ Տիգրան, ինչ կավելացնես։ Այստեղ ոչ թե ավելացնելու խնդիր կա։ Ես չեմ կարող համաձայնել պարոն Ղևոնդյանի թեզի մասին, թե կանխատեսումները դժվար էր անել։ Կանխատեսումների որակ կա։ Դա քաղաքական վերլուծության եւ դրա վրա հիմնված կանխատեսումների կամ նախապատրաստվող ծրագրերի որակ է, որը շատ ցածր է մեր երկրում։ Ես մասնակցել եմ կառավարության հետ աշխատանքի 3 տարի շարունակ 21 թվականից մինչև 24 թվական եւ վկաներ կան այլ կուսակցությունների ղեկավարներ եւ վարչապետը, որը հրավիրել էր մեր այդ արտախորհրդարանական ձևաչափը եւ մենք զբաղվում ենք հենց վերլուծություններով եւ կանխատեսումներով։ Ասել որ դժվար էր կանխատեսել էթնիկական զտումները, ինչի մասին է խոսքը։ Սումգայիթի ջարդերից հետո դժվար էր կանխատեսել, որ դա դրան կհետևեն Բաքվի ջարդերը 2 տարի անց։ Ոչ, դա ակնհայտ էր։ Ես հիշեցի դա, որովհետև այդ երկու ջարդերը 88 եւ 90 թվականների շուրջ կես միլիոն, եթե ոչ ավել, փախստական բերեցին Հայաստան։ Եվ մեծ հաշվով դա մեծ մարտահրավեր էր մեր երկրին։ Ես հիշում եմ դա, որտեղ դա իմ կյանքի մասն է, իմ այսօրվա մեր զրուցակիցները ավելի երիտասարդ են, բայց ես ընտանիք ունեի արդեն այդ ժամանակ եւ մեր տանը ապրում էին բարբերաբար փախստականների ընտանիքներ, բայց պետությունը մեծ հաշվով պատրաստ չեղավ եւ ավելի վատն այն է, որ մենք այդպես էլ հիմա էլ պատրաստ չենք։ Մինչդեռ ես տարիներ շարունակ այդ թվում նաեւ ձեր տաղավարում պարոն Հակոբյան ասում է եւ դա ակնհայտ էր, որ ռուսաստանցի հայերը, Ռուսաստանի հայերը անխուսափելիորեն գալու են Հայաստան։ Վերադառնում եմ հիմա ձեր հարցին։ Բնականաբար այդ հարցը ունի երկու, եթե ոչ ավել, տարբեր մակարդակներ։ Մարդասիրական մակարդակով այո, Հայաստանը որպես ժողովրդավարությանը ձգտող պետություն պետք է ընդունի փախստականներին, որովհետև դրանք նախ եւ առաջ փախստականներ են։ Եկեք բառախաղով չզբաղվենք, ռելոկանտ, տուրիստ, դրանք ոչ տուրիստ են, ոչ այտիշնիկներ, դրանք մարդիկ են, որոնք փախչում են վերջին 5 օրվա մեջ պաշտոնական ռուսական տվյալներով Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանը հատել են 130,000 մարդ, չհաշված թե ինչքան են գնացել Ղազախստան, Մոնգոլիա անգամ, Բելարուս, եւ պարզը որ 130,000 Վրաստանով եկող մարդկանցից էլ չհաշված ավիառեյսերը Ռուսաստանից, կեսը կլինի այս առաջիկա օրերին եւ հատկապես սեպտեմբերին Հայաստանում։ Մենք դա չենք կարող կանխատեսել, դա անխուսափելի էր։ Մենք ամենայն դեպս կրկնում եմ, դա ասում ենք։ Հիմա ինչպես վարվել։ Նորանշանակ անվտանգության խորհրդի քարտուղար նախկին խոսնակ Ալեն Սիմոնյանը, չգիտեմ ինչպես բացատրել այդ հպարտությունը, որով նա ասում էր, որ ռուսաստանցիները վարորդական իրավունքներով կարող են գալ Հայաստան։ Սա հպարտանալու առիթ չէ։ Ամաչել է պետք, եթե որևէ երկրից մեր հայրենիք մարդիկ կարող են վարորդական իրավունքներով գալ։ Սա ինչ է նշանակում։ Սա վերին աստիճան է անպատասխանատու հայտարարությունը եւ հրավեր, այդ մասին դոշտ լրատվական գործակալությունը անմիջապես բազմամիլիոնանոց լսարանին հայտարարել է ժողովուրդ եկեք Հայաստանը դրան պատրաստ է։ Ուրիշ հարց կրկնում եմ, մարդասիրական առումով այո, մենք պարտավոր ենք ընդունել փախստականներին, մենք Նոյան Տապանի երկիր ենք։ Հանիբալից Միհրդատից սկսած մինչև Գամսախուրդիա, մինչև այս ալիքը մալականներով, ասորներով, հույներով մենք ամբողջ մեր պատմությունը ընդունում ենք փախստականներին, որովհետև մենք ինքներս փախստականների ազգ ենք, որոնց ընդունել է աշխարհը։ Դա չի քննարկվում, բայց նրանց քաղաքական կարգավիճակը, տնտեսական մեր պատասխանատվությունը այդ ամեն ինչի համար, դա բոլորովին այլ լուրջ հարց է, որը կանխատեսելի է եւ որը վաղուց պետք է քննարկվեր։ Եվ ամենակարևորը այստեղ կա Ռուսաստանից Հայաստան վերադարձող հայերի հարցը, եւ դա նույնպես անխուսափելի է, եւ դա 100,000 մարդ չի,
խոսքը գնում է առնվազն կես միլիոն մարդու մասին է։ Ադրբեջանից եկած կես միլիոնը մենք վատնեցինք։ 1990 թվականի մարտահամարը ցույց տվեց, որ 90 թվականի դեկտեմբերին Հայաստանում բնակվում էր 4 միլիոն մարդ։ Հիմա մենք հազիվ 3 միլիոն ենք 40 տարի անց, 36 տարի անց։ Այդ նոր կես միլիոնը մենք պատրաստ ենք նրանց ընդունել աշխատատեղերի տեսակետից, լեզվի, դպրոցների, հիվանդանոցների, բազմաթիվ հարցեր կան, բայց չէ որ մենք խորապես որպես ազգ պետություն շահագրգռված ենք Հայաստան վերադարձող հայերի, ոչ միայն հայերի, բայց նախ եւ առաջ հայերի հարցով։ Եվ ուրիշ հարց է, կրկնում եմ, որ դա վարորդական իրավունքներով մարդիկ չպետք է որ գան այստեղ։ Երբ որ ես Ուկրաինա եի գալիս Ռուբեն Ախվերդյանի հետ, մեզ 9 ժամ Մոլդովայի սահմանում փակել պահում էին առանց նստելու թույլտվության, որովհետև ասում են, այո, դուք ունեք Ուկրաինայի հրավերը, թույլտվությունը, բայց 8000 հայկական անձնագրերով մարդ մտել էր Մոլդովայի միջոցով Ուկրաինա եւ նրանցից 200-ը մեզ ասում էին մոլդովացի պաշտոնյաները, FSB-ի գործակալներ են, ապացուցեք, որ դուք դրանցից չեք, ասում էին Ռուբեն Ախվերդյանին, ինձ եւ երկու երաժիշտներին։ Այսինքն Մոլդովան մտահոգված է դրանով, իսկ մենք մտահոգված չենք, եթե այդ հազարավորների մեջ չգիտենք ով է այնտեղից գալու եւ այստեղից ուր են գնալու։ Հիշեցնեմ, որ Երևանից Միացյալ Նահանգները ընդհանրապես փակել են վիզաներ ընդհանրապես ողջ աշխարհում։ Գիտեք այդ մասին։ Միացյալ Նահանգները։ Ես չեմ առաջարկում վիզաներ փակել։ Ես կարծում եմ, որ վաղուց Անվտանգության խորհուրդը, կառավարությունը պետք է ստեղծի հանձնաժողով եւ դա ոչ նաեւ Սփյուռքի նախարարությունը պետք դրա համար, այլ ոչ թե մի խմբակ դրանով զբաղվող Գլենդեյլի մակարդակով, ոչ։ Սա ազգային պետական ծրագիր պետք է լինի։ Հայաստանը կարող է կերակրել 2 անգամ ավելի շատ մարդ, քան այստեղ ապրում է, եւ պետք է դա անել, պետք է դրանով զբաղվել, բայց դրանով է պետք զբաղվել հիմա, հատկապես որ այս մարդիկ արդեն գալիս են։ Այդպես որ ես կարծում եմ, այստեղ կանխատեսելու բան չկա, գործելու ժամանակն է։ Մենք ամեն ինչ վաղուց կանխատեսել ենք, ասել ենք, ես 21 թվականին ասում էի վարչապետին, որ խնդիրը, էդ էլ ասեմ ու վերջացնեմ, նա երևի կհիշի, նա ասում էր 21 թվականի դեկտեմբերին մեզ հետ քննարկում էր արտագաղթի խնդիրը, ու ես իրեն ասեցի, պարոն Փաշինյան, մենք հիմա պետք է խոշորագույն ներգաղթի խնդիր քննարկենք, զարմացած նայեց ինձ, կրկնում եմ, այնտեղ մի քանի կուսակցության ղեկավարներ էին վկայի ասացի, ասեցի ինչ ներգաղթ, ես ասեցի, թվում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմն անխուսափելի է, 21 թվականի դեկտեմբերն էր եւ ամեն ինչ արդեն պարզ էր, եւ դա նշանակելու է, որ Ռուսաստանը մտնում է պատերազմի մեջ եւ հայաստանցիները, եկներեք ոչ թե Հայաստան, հայերը Ռուսաստանում գալու են այստեղ։ Մենք դա ասել ենք 5 տարի առաջ։ Մենք հիմա նոր ենք հասկանում, որ դա անխուսափելի էր։ Երևի երկար խոսեցի կներեք, այսքանը։ Չէ, կարևոր հիշողություններ էր, Հայկ, ինչ կապելացնես։ Այստեղ ես պիտի համաձայնվեմ իմ գործընկերոջ հետ, այն մտքի հետ, որ իսկապես Հայաստանում կանխատեսողների, պրոֆեսիոնալ ունակությունների խնդիր կա։ Եվ մի փոքրիկ օրինակով բան կանեմ, ուրեմն էթնիկ զտումից առաջ շատ կարևոր բան է, էլի Ռոբերտը շատ կարևոր բան հիշեցրեց, էթնիկ զտումից առաջ ուրեմն մի շարժում կար, բացում շարժում էր, որը ՄԱԿ-ի դիմաց սնունդ էր հավաքում արցախցիների համար եւ հույսով էինք, որ կարողանանք ճեղքել այդ պատիվ սնունդ անել այնտեղ, որովհետեւ ադրբեջանցիները հակել էին, եւ սովի էին մաքրում մեր հայրենակիցներին Արցախում։ Եվ մենք ՄԱԿ-ին դիմել էինք բանի այդ Պարենային անվտանգության ծրագիր կա այդպես համաշխարհային, եւ ասում էինք, օրինակ դուք Աֆրիկայում այդ բոլոր այդ տեղերում այդ անմատչելի է, այդ տարատեսակ երկրներում տանում եք, Արցախը էստեղ է, ինչն է խնդիրը, ինչն է հարցը, որ դուք այդ Պարենը այդ մի կտոր ցորեն է, մի մեշոք ցորեն է, կոպիտ ասած չեք տանում, չեք հասնում այնտեղ։ Գիտեք ինչ պատասխանեցին մեզ ՄԱԿ-ից, ասեցին, այո, ձեր կառավարությունը մեզ դիմել է այդ հարցով, բայց իրենք մեզ ասել են ոչ թե պետք է այդ սնունդը տանել հասնել Արցախ, այլ պետք է բերել Հայաստան, որտեղ իրենք սպասում են արցախցիների գալը Երևան, Հայաստան։ Դա դեռ հուլիս ամիսն էր։ Էթնիկ զտումից դեռ ամիսներ առաջ էլի։ Այսինքն այստեղ ինչ-որ անկանխատեսելի ինչ-որ բաների մասին խոսելը մի քիչ բան չի էլի, այտենց
այդքան էլ ճիշտ չի կարծում, հա։ Այսինքն բաներ կան այո անկանխատեսել են, որ մենք զուտ ասենք, չգիտեմ, այս ռուս-ամերիկյան հարաբերությունները, հա, ասենք կարող ենք ինչ-որ բան, չգիտենք, զուտ այդ օպերատիվ այդ ինֆորմացիան չենք տիրապետում, հա, բայց ընդհանուր այս տենդենսները նայելով մենք բնականաբար շատ կանխատեսելի process-ներ են տեղի ունենում։ Եվ եթե մենք մեր կառավարող շրջանակները չեն կարող կանխատեսել, դա խոսում է իրենց մասնագիտական պրոֆեսիոնալ ունակությունների, ցածր ունակությունների մասին։ Սա ցավալի իրողություն է, որը դրսևորվում է բոլոր ոլորտներում, հա, անվտանգության բոլոր ոլորտներում, այս պաշտպանության նախարարությունը տեսնում եք ինչեր է կատարվում, ոստիկանությանը վարկը նայեք, բան չգիտեմ, գնացեք կադաստր կամ 1000 տեղ, չգիտեմ, ապրում ենք էլ այստեղ տեսնում ենք այդ մեր կառավարող շրջանակների որակները, իրենց կառավարած պետության բաները, հնարավորությունները։ Հիմա վերաբերում է ռուսներին այստեղ գալուն, ես կարծում եմ, որ դա մեզ համար տնտեսական մեծ հնարավորություններ կարող է ստեղծել, որտեղ այդ ռուսներին նրանք որակյալ սովորաբար են որակյալ ռուսները, հատկապես այդ Յաբլոկի կուսակցության փակումից հետո, որը բանը խաղաղության կոչերով էր հանդես գալիս, երբ որ փակեցին այնտեղ մեզ մի կետ խոսել եմ, այդպես լիբերալ հայացքների դեր մի երիտասարդներ, ասած այդ Յաբլոկի փակումից հետո մենք հասկացանք, որ վերջ, արդեն Ռուսաստանը դառնում է այդպես Կիմ Չեն Ինանոց, հա, ասենց իր բառերով եմ ասում, բանը, այսինքն այդ մարդիկ տեսնում են, որ այնտեղ էլ ապագա չկա, վերջ իրենց տանելու են մսաղած եւ փորձում են փախնել։ Եվ գալիս են սովորաբար որակյալ, հա, մարդիկ, մտածելու ունակություն ունեցող մարդիկ։ Բայց այո, նաև հիշում եմ իմ գործընկերների այն մտահոգությունը, որ պետք է պատկան մարմինները անպայման կարողանան այդպես սորտավորել, հա, վատ բառը։ Բայց պետք է հասկանանք ովքեր են գալիս այդ մեծ հոսքի մեջ, ով ասես ինչ ասես կարող է գալ ամենավատ մղումներով անգամ, հա, մարդիկ կարող են գալ եւ մեր պետական մեքենան պետք է պատրաստ լինի դրան։ Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների գալուն, Հայաստանը մեր հայրենակիցների հայրենիքն է, մենք ամեն ինչ պետք է անենք, մեր պետությունը պիտի ամեն ինչ անի, որ իրենք կարողանան գալ այստեղ եւ իրենց անվտանգ զգան եւ չդառնան այս Պուտինի մարազմատիկ այս քաղաքությունների զոհը, ինչ ասեմ, տխուր իրողություն է, բայց պետք է դրանց փորձենք բաներ, օգուտներ քաղել։ Եվ մի կարևոր բան կուզենայի ասել, այստեղ մեծագույն խնդիրներից մեկը այդ ամբողջ հոսքը բանը Երևանից դուրս դեպի մարզեր մղելն է, որովհետև գալիս են Երևան, այստեղ Երևանային որ ասում արդեն ապրելու տեղ չկա։ Մի հատ շաբաթ կիրակի օրերին որ բաներ, հենց խեցանումներ պիտի չլինեն, հիմա շաբաթ կիրակի կեսօրին ես չեմ կարող տնից դուրս գալ մի հատ տեղ գնալու համար, ժամերը մնում են խեցանումների մեջ, ինչա բանը, այտենց ռուսները փորձում են փախչել եւ Հայաստանում բան անել, այտենց անվտանգ ինչ-որ ստեղ գտնել, եթե լախտի պետք մեր պատկան մարմինները պիտի փորձեն իրենց դեպի տանեն մարզեր, թող մեր մարզերը զարգանան ռուսների շնորհիվ, ինչու ոչ։ Մեկ նախադասություն, շատ կարևոր բան էր ուզում եի ասել ու մոռացա, քիչ ուզվեցի, հիմա Հայկը հիշեցրեց։ Նախադասությունս ընդհանրեն առաջարկ է։ Ես ժամանակին 1.5 տարի աշխատում էի Միավորված ազգերի կազմակերպության հայկական առաքելությունում եւ ամենատրամաբանական ինչ պետք է անել, հասկանալով ու կանխատեսելով, որ այդ հոսքը չի ընդհատվի, պետք է դիմել, վաղուց պետք է դիմենք Միավորված ազգերի կազմակերպության փախստականների UNHCR կարծեմ կոչվող հզոր գործակալությանը, ասելով, որ մեր երկիրը Ռուսաստանից այդ փախուստի, նաև իմիջիայից Ուկրաինայից նաև, եւ այդ թվում նաև հայերի, ոչ միայն ռուսների, հանգրվան է դարձել, եւ մենք դիմում ենք ձեզ խնդրանքով օգնել։ Դա արվեց Վրաստանում 2008 թվականի պատերազմից հետո եւ ՄԱԿ-ի գումարներով ահռելի մեծ լավագույն որակի քաղաքներ, ագարակներ են կառուցվել Վրաստանում։ Մենք ոչ 23 թվականին, ոչ 21 թվականին, ոչ էլ հիմա չենք դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը, որի անդամն ենք մենք, եւ որի իրավունքը ու պարտականությունը մենք ունենք այդ դիմումը անելու եւ օգտագործելու շատ կոնկրետ ծրագիր ՄԱԿ-ի, ոչ թե կառավարության մեր քմաճուկով, այլ ՄԱԿ-ի կոնկրետ հաստատականներով զբաղվող գործակալության խնդիրը դարձնել դա։ Դա առաջարկ է։ Իմ ջելոց շատ կարևոր թեմա է, օրինակ Թուրքիան Սիրիայի փախստականների հոսքի վրա Եվրամիությունից մեծ գումարներ է ստանում։ Հայաստանը ոչ միայն ՄԱԿ-ից կարող է ստանալ, այլև Եվրամիությունից, սա նույնպես այս հնարավորությունը նույնպես պետք է քննարկվի եւ օգտագործվի, որովհետեւ Հայաստանը նախ ինքը իրոք չի կարող այդ ամենը ընդունել իր հաշվին,
ինչպես ասացի, ամենայն հավանականությամբ այս նոր հոսքը տարբերվում առաջի հոսքից։ Իմջելոց նշեցնելու կարգով ասեմ, ժամանակին Գյուլբեկյանն էր, եթե չեմ սխալվում, առաջարկում Երևանն ու Էջմիածինը միացնել իրար, եւ ամբողջ ճանապարհը, եթե չեմ սխալվում, իր անունով էլ ուզում էին կոչեին, հա, շինարարությունը ոչ թե Երևանում պետք է խտացվի, այլ Էջմիածինի ուղղությամբ, ասենք, մեծ Երևան ստեղծելու գաղափարին պետք է անցնվի, իմ կարծիքով, ես դրսից չեմ թելադրում, պարզապես հիշեցի առաջարկությունը, որոշողը Երևանում ապրողներն են, Հայաստանի իշխանություններն են, բայց երևի թե ամենահարմար ուղղությունն է նախ հարթ է, ոչ թե ասենք Կոտայքի մարզի այդ սարերն ու ձորերն են, հետո ասենք այդ տարածքում կան գյուղատնտեսության մեջ պետքան է շատ չօգտագործվող, որը կարելի է օգտագործել նաև շինարարության մեջ, այստեղ կարգավիճակների փոխման խնդիր կարող է լինել, բայց ասենք նույնիսկ Թուրքից եկածների համար շատերին ավելի հաճելի կլինի իրենց պատշգամբից տեսնել Արարատը, քան թե ասենք այն ծուխը, որ կա Աուճիթ հիմա քաղաքում, հա, պարզապես հիշեցնելու կարգով, եթե սխալվում եմ, կարող եք ասել, ես այդպես էի հիշում։ Շատ կարևոր բանի մասին է խոսում պարոն Խզմալյանը, այո, մենք պետք է այս տենդենսին նայենք ոչ թե տենց սուտ մարդասիրական, տենց հումանիստական բանից, այլ կոնկրետ մեր պետական շահը առաջ տանենք։ Այո, եւ ինչու մեր հարևանները կամ մնացած բոլոր պետությունները այդտեղ նորմալ պրակտիկա է, այդ փաստականները հոսքից կարող են միլիարդավոր, միլիոնավոր դոլարների, հա, եկամուտ ստանալ, հա, չոր քեշ կոպիտ ասած։ Եվ մեր պետությունը, մեր կառավարող շրջանակները նույնպես իրենք էլ փող են սիրում իմիջիայլոց, հա, մենք տեսնում ենք այդ իրենց բաներով, հա, իրենց այդ ամենօրյա վարկով, չէ, ամեն անգամ ոնց են իրենք բանան, իրենց այդ աշխատավարձերը տալիս բանը։ Իրենք թող ինչն է խնդիրը, թող տարբեր տեղերից փողեր բանանեն եւ այդ ոչ թե հումանիստական, մարդասիրական ուղումներով բանանենք, առաջնորդենք, այլ կոնկրետ եկամուտ ստանանք այդ process-ից։ Այո, բերենք այստեղ ռուսների, լավ որակի ռուսների իրենց ներկայությունից օգտվենք, փորձում ենք տնտեսություն մեր քաղաքները զարգացնել եւ նաեւ ինչն է խնդիրը, որ փող, քեշ փող այդ ամենի համար ստանանք, չէ՞ որ դա ոնց նորմալ ընդունված պրակտիկա է։ Տեսեք, Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի Մոսկվա կատարած այցից հետո բազում հրապարակումներ եղան, հիմնականում դրանք ռուսերեն ասած սլիբներն են, հա, ամեն մեկը ուզում է իր ուղղությամբ տանի, իրականում կան հստակ թեմաներ, որոնց մասին խոսվել է, սա Իրանի թեման է, որովհետեւ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները, ասենք, ավելի պասիվանան, Ամերիկան իր հարցերն է լուծում տարածաշրջանում, նաև զգուշացում է եղել Եվրոպայի ուղղությամբ, որովհետև այնտեղ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանը շարունակի իր պրովոկացիոն ոճը, նաև այս ֆոնդին ռուսական պրոպագանդան երևի ռուսական պրոպագանդա չէր լինի, եթե, ասենք, իր նարատիվները չփորձեր տարածել հենց արևմտյան մամուլի միջոցով, դրանք արդեն միջուկային սպառնալիքներ էին տարածում։ Ինչևէ, Հայաստանում ոնց է անցալվում միջուկային սպառնալիքները, արդյոք ճիշտ է անցալվում, որ սա արդեն պարտվող կողմի, այսինքն կոնվենցիոնալ պատերազմը ոչինչ չկարողացան անել, արդեն միջուկային զենքով են սպառնում, ոչ միջուկային պետությանը, ում վրա հենց իրենք էլ արձակվել են, եւ ինչպես է անցալվում եւ վերլուծվում Իրանի հանդեպ նոր քայլերի, որովհետեւ մի կողմից Ամերիկան Հայաստանում մեծ ներդրումներ է անում, մյուս կողմից պետք է սահմանափակի այն ճանապարհը, որը որ Իրանի հետ է, գիտեմ, որ Ռուսաստանի ջատագովները հիմա խոսում են ճանապարհի փակման մասին, միջինը ճիշտ է որտեղ է, Ռոբերտ, քեզանից սկսեմ։ Այո, միջև հարցին անդրադառնալը արձագանքեմ գործընկերներից նախորդ խոսքին, նախ նշեմ, որ չէի ցանկանա, որ ինձ քաղաքական վերլուծությունների կանխատեսումների մասին խորհուրդներ տային, որովհետև 5 տարիների ընթացքում Հայաստանի անկախության, Հայաստանում հրապարակված երկու ուսումնական գրքերի հեղինակը ես եմ այդ ուղղությամբ, եւ այնպես չէ, որ լսելով եմ ծանոթ ինչ վերլուծության կանխատեսումը, եթե գործընկերներս ուշադիր լինեին, դա մանրուքներն են կարևոր, ես նշեցի, որ 2021 թվականին դժվար էր կանխատեսել նկատի ունենալով ընտրություններից առաջ եւ ծրագիր ներկայացվում քաղաքացիական պայմանագրի դժվար էր կանխատեսել էթնիկ զտումը եւ այո 2021 թվականի գարնանը երբ դեպքում էր այդ ծրագիրը այդ ժամանակ տեղի ունենում հակառակ հոսք
100,000-ից ավելի մարդ հետ էր գնում նոյեմբերի 9-ի թվականից հետո, այդ հոսքի վերջին մասն էր արդեն դրան էին գնացել։ Երբ այդ ժամանակ դժվար է կանխատեսել, որ նրանք 2 տարի հետո այդպես դեպքում է տեղի ունենալու Արցախում։ Ոչ միայն մասնակիցների համար, ճանաչողները նշում է 2008 թվականի դժվար կանխատեսել 90 թվականի Բաքվի ջարդերը, եթե դա կանխատեսելի ներառում հեշտ վարչական կարծում է պարոն Խզմանյանը, ապա 1990 թվականին այդքան մարդ Բաքվում, այդքան հայ Բաքվում չէր լինի։ Այո, ես մի փոքր ավելի երիտասարդ եմ, քան պարոն Խզմանյանը, բայց ինքս այդ երեխա եմ եղել, տեսել եմ այդ հոսքերը, այն որում եղել են դեպքեր, երբ ես հարցրել եմ այն փաստականներին, ովքեր ապրել են իմ ծնողների, իմ պապիկի, տատիկի բնակարանում եւ նաեւ հարևանությամբ, երբեմն հարցրել եմ, որ ինչպես եղավ, որ դուք ջարդերի ենթարկվեցիք այն դեպքում, որ 2 տարի Սումգայիթում ջարդեր էին եղել, եւ հիմնականում պատասխանը եղել է, դե մենք մտածում ենք, որ Սումգայիթը փոքր այդպես քաղաք է, կենտրոնից հեռու է, չեն այդտեղ կարող է այդպիսի բաներ Բաքվում խորհրդային սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք է, այդտեղ ոստիկանություն կա եւ այլն, այսինքն ամեն դեպքում եղել է։ Հակառակ դեպքում այդքան մեծ բացում չելի։ Անդրադառնալով մյուս հարցին, ղեկավարի այցելության Հայաստանում հիմնականում 2 ուղղությամբ նորություն է մեկնաբանվում։ Մի ուղղությունը այն է, որ ղեկավարը եկել է զգուշացնելու Ռուսաստանին, որ որոշակի դեպքերում որոշակի քայլերի կլինեն պատասխաններ եւ այդ զգուշացումը հավանաբար կրելում ընդունել է գիտություն, Ռուսաստանը չի անի որոշ բաներ, որոնք պիտի աներ, իհարկե առանց փակագծերը բացելու։ Երկրորդ ուղղությունը, որ հիմնականում տարածում են այնպիսի լրատվականներ, որոնք ավելի շատ կապվում են ռուսամետ քաղաքական կուսակցությունների հետ, այն է, որ ղեկավարը եկել էր Պուտինին հերթական գործարքն առաջարկելու անկորից հետո, այդ գործարքը հավանաբար եղել է եւ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը նորից աշխարհի կիսում եւ նմանատիպ բայց ըստ էության ես պիտի ասեմ, որ ժողովրդի մոտ ոչ առաջին, ոչ երկրորդ մոտեցումը այդպես լայն արձագանք չունի, նույնիսկ մասնակցի շատերը նույնիսկ քաղաքական հետաքրքրվողներից շատերը իհարկե չեն, որ Մոսկվայից այլն, ինչու, որովհետև կարծես թե մեր քաղաքական օրակարգը Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում բավական սուր է եւ ինֆոդաշտը լցված է այդ քաղաքական օրակարգով, առավել եւս գիտեք նոր ձերբակալություններ տեղի ունեցան վերջին օրերին, դրանից առաջ տեղի ունեցել այլ ձերբակալություններ, ազգային ժողովի ձևավորում եւ այլն, կարելի է ասել քաղաքական օրակարգը հագեցած է եւ ղեկավարի այցելությունը Մոսկվա գոնե իմ դիտարկմամբ այդպես լայն արձագանք չի ստացել։ Դեռ իմ նշած 2 մեկնաբանությունների ուղղությունները գոյություն ունեն։ Տիգրան, Իհարկե մենք չգիտենք ինչ է խոսացվել հետախուզական գործակալությունների մակարդակով եւ դա նորմալ է, բայց հիշենք եւ վերլուծենք, որովհետեւ ճիշտ վերլուծությունը միշտ թույլ է տալիս ճիշտ եզրահանգումներ անել։ Նախորդ անգամ, եթե չեմ սխալվում, կենտրոնական հետախուզական գործակալության կամ ծառայության ղեկավարը այցելել էր ոչ այս մեկը Մոսկվա ուկրաինական պատերազմից առաջ։ Ես կարծում եմ, որ այս այցը պատահական չէ եւ կանխանշում է պատերազմի մոտալուտ ավարտը, բայց սա իհարկե խորհրդանշական ժեստ չէ։ Բազմաթիվ վարկածներ կային, ես ուզում եմ այստեղ արդեն մեջբերված հնարավոր թեմաներին ավելացնել եւս մեկը, որ ինձ թվում է նույնպես բավական մոտ ճշմարտությանը, ինչպես հիշում եք, օրեր առաջ Զելենսկին շքանշան է ազատության շքանշանով է պատվել Իլոն Մասկի ներդրումը եւ բոլորս հասկանում ենք, որ խոսքը գեր գաղտնի հետախուզական լրատվության մասին է, որը Իլոն Մասկի Starlink արբանյակային համակարգը տրամադրում է Ուկրաինային։ Դա միշտ չէր, մենք հիշում ենք, որ որոշ ժամանակ Մասկը հրաժարվեց դա անելուց եւ դա շատ ծանր նստեց Ուկրաինայի վրա, որքան կարելի է հիմա հասկանալ, այդ շքանշանը նշանակում է, որ հետախուզական ծառայությունները վերսկսվել են Միացյալ Նահանգների եւ դա երևի ամենակարևորն է, ու ցավոք սրտի միակ լուրջ ներդրումն է Միացյալ Նահանգների հիմա թե մասնավորի մակարդակով։ Եվ Ռուսաստանում քննարկվում էր այդ
արբանյակների ուղղությամբ կրակ բացել, ոչնչացնել հնարավորությունը քննարկվում էր բաց ու կարծում եմ, որ ամերիկացիները անհանգստացան եւ դա կարող է լինել, եթե ոչ գլխավոր, ապա թեմաներից մեկը։ Ամերիկացիները զգուշացրեցին ռուսներին ամենայն հավանականություն չփորձել ոտնձգություններ անել ամերիկյան արբանյակների ուղղությամբ։ Ավելի մեծ լիազորություններ կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավարը Մոսկվայում չուներ։ Դա կարելի է դատել, այդ մասին կարելի է դատել դրա պատվիրակության կազմից։ Որքանով է դա կարևոր Հայաստանի համար։ Հիմնականում այն իմաստով, որ այո, ճիշտ էին մարդիկ, եւ ես նրանց թվում եմ, որ ասում էին Ուկրաինան հաղթելու է, Ռուսաստանը պարտվել է, դա Ռուսաստանի պարտության սկիզբն է։ Ողջ արևմտյան քաղաքակիրթ աշխարհը, Միացյալ Նահանգները հիմա ավելի քիչ թվով եւ չափով քան առաջ, բայց նույնպես Ուկրաինայի թիկունքում են։ Մենք առաջին օրվանից, առաջին ժամերից ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի Ուկրաինայի կողքին։ Մեր պնդմամբ, եւ դա վարչապետի խոսքերն են, Հայաստանը այլևս չէր քվեարկում արդեն 22 թվականի դեկտեմբերին, չէ, ավելի շուտ կներեք, ինչ դեկտեմբերին, մարտ ամսին չէր քվեարկում Ուկրաինայի դեմ մակում։ Եվ ինչպես ասեց Փաշինյանը, ես շնորհակալ եմ, որ այս շրջանակում խոսքը գնում էր արտախորհրդարանական ուժերի շրջանակում, դուք ինձ համոզեցիք եւ ուշ տվեցիք, որ ես հակադրվեմ մեր կառավարության այն մասին, որը պնդում էր, որ մենք չպետք է հակադրվենք Ռուսաստանին։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ մենք ճիշտ ենք եւ մեր կանխատեսումները ճիշտ են այս առումով։ Եվ այս այցը ինձ համար եւս մի ապացույց է նրա, որ Ռուսաստանի կործանումը անխուսափելի է։ Ես կարծում եմ, որ սա է օրվա թեման եւ ահա ինչու Փաշինյանը 24 ժամվա մեջ հանկարծ կտրուկ փոխեց իր քաղաքական, աշխարհաքաղաքական դիրքորոշումը եւ 23-ին օգոստոսի ասում է մի բան, 24-ին բոլորովին ուրիշ բան։ Եվ այդ երկրորդ ուրիշ բանը դա միակ հնարավորությունն է, որ Հայաստան ունի։ Կարծում եմ նրան դրսից հուշել են, որ ավելի լավ նա գնա այդ ճանապարհը, որտեվ առաջինը տանում է մեզ միայն դեպի անդունդ։ Այսքանը։ Ուրեմն Ռուսաստանը առաջին իսկ կրակոցից Ուկրաինայի վրա արդեն իսկ պարտություն էր կրել, որտեղ դա նախ եւ առաջ քաղաքական պարտություն էր, իսկ հետո դա պետք է ունենա նաեւ հետևանքներ, արդեն իսկ ռազմական ռազմադաշտում, ինչը մենք այսքան տարիներից հետո արդեն տեսնում ենք։ Եվ սրանից պետք է եզրակացություններ անենք, մենք որպես հանրություն եւ որպես պետություն, որ ագրեսորները պատժվում են, եթե ագրեսիայի ենթարկվածը չի հանձնվում եւ շարունակում է պայքարը։ Սա ամենակարևոր եզրակացությունը, որ մենք պետք է անենք, ինչը վերաբերում է մեզ ուղղակիորեն, եւ սա կենսական նշանակություն ունի մեր հանրության եւ մեր պետականության հետագա զարգացման համար։ Եթե օրինակներ ենք ուզում, հենց հիմա, որ ինչպես ասում են, լայվ մենք մեր աչքերով տեսնում ենք, թե ինչպիսին է լինում իրավիճակները, երբ որ մենք էլ 20 թվականին հայտնվել ենք նման իրավիճակում։ Ինչպիսին կարող է լինել հետևանքները եւ արդյունքները մեր գործողությունները, եթե մենք չշտապեինք հանձնվել, այսպես ասած։ Իսկ հիմա, բայց դա արդեն անցյալ է, դա կորսված հնարավորություն է, պետք է նայել առաջ եւ պետք է ճիշտ գնահատել իրավիճակը։ Իրավիճակը այնպիսին է, որ ըստ իս Ռուսաստանը հերթական բլեֆ է անում, ստոր բլեֆ է անում։ Ռուսաստանը բլեֆ է անում, ասել է, որ ինքը միջուկային հարված կհասցնի, որտեղ այդ միջուկային հարվածը ունենալու է կործանարար հետևանք հենց Ռուսաստանի համար։ Սա մեկ, եւ երկրորդը, եթե Ռուսաստանը այդ հարվածող կողմը լիներ, ինքը պարզապես կհարվածեր։ Լիշեք ինչեր են խոսում, սկզբից ուկրաինական կողմը երբ որ պաշտպանվում էր, նրան արգելում էին իր տարածքից այն կողմ հարվածներ հասցնել, այդ եվրոպական կամ ամերիկյան զինատեսակներով Ռուսաստանին կամ Ռուսաստանի սահմաններից, որովհետեւ հանկարծ կարող է Ռուսաստանը միջուկային պատասխան տալ։ Հետո մեկ էլ տեսանք, որ մտանք Կուրսկ ուկրաինացիներ, հետո մեկ էլ տեսանք, որ Մոսկվան բանա լինում, հրդեհվում բան չէ, եւ այդ միջուկային հարվածը այդ Պուտինի ասած այդպես էլ չի լինում, եւ դա այդպես չի լինի, այս կապիտալիստական բլեֆ է, որը պետք է ընդհանրապես պարտապես չի տրվել։
Ինչ վերաբերում է մեզ, որպես կողմ, այս ամեն ինչին նայելով, հա, մենք պիտի հետևություններ անենք, ինչպես ասեցի, եւ մենք պետք է նախապատրաստվենք նոր իրողությունների։ Մենք պիտի լավացնենք եւ նոր որակի բարձրացնենք մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Մենք պիտի պատրաստվենք հետպատերազմյան Ուկրաինայում տնտեսության մեջ ներդրումներ ունենալ, որովհետեւ այնտեղ միլիարդավոր դոլարների շինարարություն է սկսվելու, պետք է վերականգնվեն այդ ագրեսորի կողմից ավիրված քաղաքների եւ գյուղեր, իսկ մենք շինարարական մեծ ավանդույթներ եւ ներուժ ունեցող պետություն ենք, այստեղ մենք պետք է ներդրում ունենանք, մենք պետք է օգտվենք հենց հիմա այն հնարավորությունից, որ Ուկրաինան հենց ինքը ռազմատեխնոլոգիական եւ գիտական լաբորատորիա է։ Այդ գիտական ռազմական այդ տեխնոլոգիան մենք պետք է կարողանանք առաջին ձեռից բերել միանգամից այդ Ուկրաինայի ամենասերտ եւ ամենաստրատեգիական ամենաբարձր մակարդակով հարաբերությունները ձևավորենք դրանք ստեղ եւ մենք ունենանք գեր ժամանակակից զենք եւ զինամթեր, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր անվտանգությունը, ամենապարզ բանն եմ ասում, էլի։ Ես որ պատասխան առաջկա ինչպես մեր գործընկեր Ռոբերտն ասում, անկանխատեսելի բանը զարգացումներ են, որոնք իսկապես կարող են լինել ամենա անկախատեսելի process-ներ կարող են տեղ ունենալ, հատկապես երբ որ տեսնում ենք Մերձավոր Արևելքում, ինչպիսի լարվածություն եւ process-ներ են տեղ ունենում, այնտեղ այսպես կոչված իսլամական ՆԱՏՕ-ի հետ ձևավորվում, որը այդ իսլամական պետությունը եթե տես բանան են տես կենտրոնանան եւ հզորանան, մենք հաստատ մեզ ինչ-որ կուլ տալու եւ ինչ-որ որպես մինիմում այդպես պլաններ են լինելու եւ ամեն ինչի պետք է պատասխանել եւ դա ոչ թե պետք է դրա հետ ամեն ինչի դիտարկել որպես սպառնալիք եւ վախեր, այլ ահա որ մեծ հնարավորություններ են այստեղ շատ մեծ հնարավորություններ կան հենց հիմա աշխարհը բացվել է, աշխարհը վերափոխվում է, նոր դաշնակցություններ ստեղծելու լայն հնարավորություններ են ստեղծվել, պարզապես պետք է գործել, ոչ թե սպասել, իներտ նստել եւ սպասել տեսնել, երբ են մեզ ռուսները օրինակ ՀԱՊԿ-ից հանելու կամ երբ են մեր գազը կտրելու, կամ սա մոտեցում չէ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր բովանդակալից զրույցի համար։ Մեր եթերի երկրորդ մասում, քանի որ օդային մարտը տեղի ունենում Կիևի վրա, ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով էին ձայնի հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ թեմաները շատ կարևոր էին, կարծիքները հնչած շատ կարևոր էին, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար եւ մինչ նոր հանդիպում։ It's Հայաստանը։ Ստեսություն, Ստեսություն, շնորհակալություն։